Տիկին Ղազարյան, եթե հարց չունեք, ելույթով ասեմ, էլի, քանի որ Տիկին Ղազարյան ձեր թույլտվությամբ էլի, ես փորձեմ շատ կարճ արագ անդրադառնալ։ Տեսեք, աշխարհում կան 2 կամ 3 տեսակի մոդելի երկրներ իրավական առումով։ Կան երկրներ, որոնք օրենքները ընդունում են բացառապես ձեր ասած նախադեպի հիման վրա։ Օրինակ, եթե կա որևէ նախադեպ, դատական որոշում, դրանից բխում է օրենք։ Հայաստանը դրանց թվին չի պատկանում, Հայաստանը խառն է։ Կարա եւ նախադեպով լինի օրինակ սահմանադրական դատանի որոշում, վճռաբեկ դատանի որոշում, վերում ես փոխում ես, բայց կա նաեւ այլ մոտեցում, այսինքն ընդունում ենք օրենքներ, որոնք օբյեկտիվ իրականության մեջ դեռ տեղի չեն ունեցել, բայց դրանք հիպոթետիկ կարող են տեղի ունենալ եւ ընդունում ենք, այսինքն այս ծեր այդ հարցի պատասխանը, որ միջև հիմա չի եղել, շատ լավ է, որ միջև հիմա չի եղել եւ դա չի խանգարում ինձ ձեզ, դուք էլ կարող բերեք օրենքի նախագիծ, բերել եք օրենքի նախագիծ, որ օբյեկտիվ իրականության մեջ հələ որ տենց բան չի եղել, բայց ընդունում ենք։ Հիմա քրեական օրենսգիրքը որ նոր ընդունել ենք, այդ բոլոր հոդվածները այնպես չի, որ երբևէ կիրառվեն, այսինքն դա նորմալ է, որ չկա նախադեպ եւ դու անում ես, որտեղ Հայաստանը նախադեպային իրավունքի վրա միայն չի հիմնված։ Այս մեկը։ Երկրորդ, այս ընթացքում շատ է խոսում, որ ասում են եկեղեցին անջատ է, ու ես դասում եմ ուզում հասկանամ ինչ որ մեկը ինչի չի կարդում։ Օրինակ 2005 թվականի սահմանադրությունը, որ ընդունվել էր, այնտեղ շատ բարձ գրված էր. եկեղեցին անջատ է պետությունից։ 2015 թվականի սահմանադրության, որին դուք նաև կողմ քվեարկեցիք ազգային ժողովում, այնտեղ հանվեց է դրույթը, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցին այլևս 2015 թվականի սահմանադրական փոփոխությունից հետո անջատ չէ Հայաստանի Հանրապետություն։ 18-րդ հոդվածը շատ բարձ ասում է. Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցին ունի իր բացառիկ դերակատարում։ Դրանից առաջ 2005 թվականի սահմանադրության մեջ գրված էր եկեղեցին անջատ է պետությունից։ Ավելին ասեմ, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, որին դաշնակցությունը դեմ էր հետո կողմ քվեարկեց, գրվեց, որ եկեղեցի պետություն հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, այսինքն օրենսդիրին է տրվել լիազորություն, որոշելու թե պետությունը, ես դուք որպես պետական մարմին, կառավարությունը որպես ամբողջական մարմին, նախարարությունները, թե ինչպես պետքա հարաբերվեն եկեղեցու հետ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա եւ չի կարող լինել մի կառույց կամ անհատ, որը անհատ կլինի պետությունից։ Եթե եկեղեցին անջատ է պետությունից, ինչպես է ինքը հոգևոր ծառայություն իրականացնում զորամասերում, ինչպես է կրթության մեջ ներգրավված, այսինքն անջատ չի, բոլորս հասկանում ենք, եկեք այդ թեզը, որ եկեղեցին անջատ է, չէ, անջատ չի։ Նույնիսկ եմ ասում, կարդացեք 15 թվականի սահմանադրությունը, դուք հանել եք այդ հոդվածը։ Տիկին Գալստյան, սահմանադրության նոր Հայաստանի Հանրապետությունում այս բանի գործող սահմանադրությանը, որը դաշնակցությունը կողմ է քվեարկել, չկա այդպիսի արտահայտություն, որ եկեղեցին Իշտա ասում չկա գրածա կրոնական կազմակերպություններն են անջատ։ Այդ ինչ է եղել, ասում եք կրոնական ոչ, ասում պետությունների աշխատում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, Ժողովուրդ ջան։ Ես չի կարող այդպես, եթե գտնեք, ես ներողություն խնդրեմ։ Տիկին Գալստյան, դուք ժամանակ ունեք, իմ հարց եք տվել պատասխանը։ Այս մեկ։ Ավելին ասեմ, Հայաստանի Ծառայքելական Սուրբ եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորող օրենքով, որ էլի մենք չենք ընդունել, դուք եք ընդունել։ Այնտեղ գրված է շատ բարձ, ասում է այն եկեղեցիները, որոնք համարվում են պատմամշակութային արժեք, դրանց պահպանությունը եկեղեցին պետք է իրականացնի պետության հետ համատեղ, այսինքն առանց պետության հետ համատեղ չի կարող Հայաստանի Ծառայքելական Սուրբ եկեղեցին այն պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները պահպանել միայնակ, դա օրենքով է, դա մենք չենք ընդունել, դա դուք եք ընդունել։ Հոդվածը, կարծեմ, 8-րդ հոդվածն է։ Այսինքն օրենքով տվել եք, որ պետությունը պարտադիր պետք է մասնակցի այս սրա պահպանությանը։ Հիմա այս մասով անդրադառնամ։ Ես խնդիր չեմ տեսնում, շատ լավ է, որ միջև հիմա չի վաճառել, բայց ինչ խնդիր կա, որ գրում ենք, որ չի կարող որևէ որ ասում եք Տիկին Ղազարյան, ձեր տերմինաբանությամբ, մեր տերմինաբանությունը չի, ձեր տերմինաբանությունն է, որը դրել եք ձեր ընդունած օրենքում, գրել եք կրոնական կազմակերպություն, այլ բան չկա գրած, կրոնական կազմակերպությունը համարվում արտադրության նախարարությունում է գրանցված որպես կրոնական կազմակերպություն, այսինքն դա օրենքի տերմինաբանությունն է, իմ եւ Տիկին Ղազարյանը չի։ Այնտեղ շատ པարզ, որ կարդակ, շատ կարճ օրենք է գրած է հարաբերություններ։ Հիմա ինչն է խնդիրը, որ մենք գրում ենք, որ այս կազմակերպությունները չեն կարող, օրինակ, նշանակությունը փոխել։ Կարա տեսքը փոխի, ենթադրենք, վերանորոգում անի, կարա, բայց չի կարող նշանակություն փոխի կամ օտարի, այստեղ ինչ խնդիր կա, այսինքն ինձ թվում է դուք միայն կողմ պետք է լինեք, որ այո, մենք ձեր հետ միասին պահպանում ենք այդ արժեքները եւ ասում ենք, ով ուզում է լինի կաթողիկոս, ով ուզում է լինի իշխանություն, ով ուզում է լինի, չգիտեմ,
դրսից եկած բարերար կամ գործարար չի կարող այնպեսի ազդեցություն ունենալ, որ այս հուշարձանները, որոնք համարվում են պետության կողմից գրանցված են որպես պատմամշակութային արժեք, իրանք չեն կարող նշանակությունը փոխել, ինձ թվում է շատ բարձր Սեփականություններ չեն կարող փոխել առանց կառավարության համաձայնության։ Նպատակային նշանակություն եւ օտարել ասեցի, այսինքն դուք նշեցիք կա երկու առուժ, որը Այսինքն պետք է եկեղեցուն պատկանող, եթե շատ կոպիտ ասեմ, եկեղեցուն պատկանող եկեղեցիները մնան եկեղեցու մոտ։ Հա, այսինքն միայն ու միայն սա Հայաստանից առաքելական սուբյեկտություն։ Մենք ասում ենք, որ եկեղեցուն պատկանող գույքը պետք է բացառապես պատկանի իրան եւ չի կարող ոչ նշանակություն փոխի, ոչ սեփականատեր տիտղոսային փոխվի։ Այսքան բան։ Շատ լավ, մենք Որպեսզի քանի որ հարցին ձեր ուղղված պարոն Գաբրիելյան ճշտում անեմ, էլի ոչ բոլոր գույքը, իրանց 800-ից ավելի գույքերից միայն 200-ին, որոնք հուշարձան կարգավիճակ ունեն, դրանց հավերաբերվում։ Որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում որպես պատմամշակութային հուշարձան, էդ էլ ասեցի արդեն այն ընդունած օրենքը, որը մենք չենք ընդունել, իրենք են ընդունել, գրած է, որ դրանք միևնույն է, պահպանությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության հետ համատեղ։ Շնորհակալություն։ Այս էլ ինչի եմ ասում, որտեղ երբեմն որ տեսնում եմ գրառումներ, բա ոստիկանությունը ինչի է այս եկեղեցու տարածքում։ Դե Ժորժան, օրենքով դուք եք գրել, որ Հայաստանության ոստիկանությունը պարտավոր է գնա եւ այնտեղ ներկա լինի եւ պահպանություն իրականացնի։ Շնորհակալություն։